Մենք Արմինեից այցելեցինք Սուրբ Անտոնիոյի տաճարը։ Հիմա ետևի մասում գտնվում է Լիսաբոնի մայր տաճարը, այսպիսի գեղեցիկ մի արձան կա, Սուրբ Անտոնիոյի ուրեմն արձանն է այստեղ տեղադրված։ Գալիս են մոմավառություն են անում։ Ուրեմն Սուրբ Անտոնիոյի տաճարում ծառայություն են ընթանում, կեսօրվա ժամը քանիսն է, 4-ն է, լիքը մարդիկ կան, լիքը հավատացյալներ, մեզ նման մեկու մեջ զբոսաշրջիկներ են մտնում դուրս գալիս, բայց նայելով այդ մարդկանց ինչ եմ մտածում։ Այ հենց դրա մասին էլ ուզում եի խոսել։ Ինչ հետաքրքիր է, չէ, երբեմն երբ որ ուզում ես մի բանի մասին խոսել, ասենք միտքդ կիսատ ես թողում որ շարունակես, մեկ էլ մի քանի վայրկյան հետո այդ թեմայով մի բան է պատահում, ինչպես պատահեց, այ հենց հիմա տեսակ էս մուսուլման երիտասարդը իր խանութի մեջ իր եկել էր աղոթելու ժամը, կեսօրի ժամն էր, ինքը գետնին չոքած աղոթում էր։ Ես ակամայից հիշեցի մեր քաղաքում բնակվող հրեաներին եւ մուսուլմաններին։ Ուրեմն մեր քաղաքում շատ չափից մեծ հրեական համայնք կա եւ մուսուլմանական համայնք կա։ Ուրեմն իրանք աղոթելու ժամ ունեն։ Հրեաները օրական կարծեմ 2-3 անգամ երևի աղոթում են, շատ մեծ հավատով են ուրեմն վերաբերվում իրենց կրոնին։ Նույն ձևի մուսուլմանները, այդ երիտասարդին որ տեսակ, Նյու Յորքում եթե դուք քայլեք, փողոցի անկյունում ատես մի հատ մուսուլման տղա արաբը, ուրեմն եթե ինչ-որ բանա, նրբերփշիկ է վաճառում կամ հուշանվեր է վաճառում կամ մի մրգավաճառ է, եկավ իր աղոթելու ժամը, գորգը հանում փռում է, հենց այդտեղ անկյունի վրա ծնկի է գալիս աղոթում է։ Նույն ասենք ես վարորդներ եմ տեսել, մեքենան կանգնացնում են, գորգը մեքենայի մեջից հանում փռում են գետնին, տարվա ցանկացած եղանակի, տարվա օրական ամեն օր իր ժամին, օրը 3 անգամա, 4 անգամա, նույնիսկ այդ մսկիթներ կան բանով սարքած ինչ-որ շենքերում, ոչ թե իսկական մսկիթ, այլ ինչ-որ շենքում հատկացրել են քաղաքը, հատկացրել է ուրեմն աղոթի սենյակ, իրանք այդտեղ հավաքվում են, ժամը եկավ, կեսօրինա, երեկոյանա, շաբաթ կիրակի օրնա, ես չեմ կարող ասել որ ժամերին, կոշիկները հանում են այնտեղ ուրեմն մուտքի մոտ դնում են, գնում են ներս աղոթում են։ Ու նույնն էլ հիմա որ տեսանք ուրեմն կաթողիկ տաճարում եւ երբեմն մենք ուրեմն շրջագայելով եվրոպական տարբեր երկրներում միշտ այցելում ենք բոլոր կաթողիկ տաճարները, բայց մենք այցելում ենք որպես պատմության պատմամշակութային կոթող, որպես տեսարժան վայր, ու միշտ ինչքան մենք այցելում ենք, ես միշտ նկատել եմ, որ երբ որ ծառայություն կա, լեփլեցուն են եկեղեցիները, տաճարները, ու կարող եմ վստահությամբ ասել, որ կաթողիկ բնակչություն էս աշխարհի վրա շատ հավատացյալ է, շատ լուրջ է մոտենում իր հավատին, ինչպես մուսուլմանները, ինչպես նաև հրեաները։ Հիմա այդ նույնը, որ համեմատենք հայերի հետ։ Նյու Յորքում գործում են հայկական երևի 4 հատ, Նյու Յորք մենակ Մանհեթեն կղզու վրա կա 4 հատ կարծեմ հայկական եկեղեցի, ամենագլխավորը ուրեմն ամենամեծը Սուրբ Վարդան մայր տաճարն է։ Ուրեմն կիրակի օրը եթե դուք այցելեք
ծառայության մի 20 հոգի մարդ լինի թե չլինի։ Հիմնականում հայերը եկեղեցի են այցելում Սուրբ Զատկի ծննդյան օրը, այդ օրը ոնց որ շոու լինի։ Այդ օրը եկեղեցիներում հայկական, ամերիկյան հայկական եկեղեցիներում տեղ ու դադար չկա։ Գալիս են բջնված օրիորդներ, բարձրակրուն կոշիկների վրա, կարճ շրջգազգեստներով, անես տպավորությունա, որ եկել են ինչ-որ երիտասարդը փեսացու են փնտրում, տղաները այդ նույն Սուրբ Վարդան տաճարի մոտ հիմա մի այդպիսի համայնքում երիտասարդ են լցվել, այն Լոս Անջելոսյան ձևով, էլի սև շապիկներով, սև BMW կամ Mercedes մեքենաներով գալիս են, sense մեքենաները երկրորդ շարք, երրորդ շարք կանգնացնում են, այդ բանի հրապարակի վրա Սուրբ Վարդանի հավաքում են, ներս չեն էլ մտնում, մի հատ աղոթեն կամ մի հատ մոնվար են։ Այդտեղ ռուսերեն ասած տուսովկա է գնում, այդտեղ այնտեղն է Սուրբ Վարդանի այդ պլազան, ովքեր Նյու Յորքի եկեղեցում եղել են, հասկանան ինչ նկատի ունեմ, այդ պլազայի վրա, ով որ իրար չեն տեսել մի տարի, անցած Զատիկին են տեսել, գալիս են այդտեղ նորից բարև աղբեր, ինչ կա, պաչ, պռոշտի, ոնց եք եւ այլ, այս իմ նոր մեքենան է, այս սիտով այս բարձր կրունգներով, ներս մտնել չկա, ներսում էլ տեղ ու դադար չկա։ Այսինքն, ասածս ինչ է, մեր հայերը շատ վատ, ես կասեի սուտի, կեղծ, կիսատ հավատացյալներ են։ Ես չեմ կասում, թե ես ինչ-որ մեկից ավելի լավն եմ, ես էլ եմ եկեղեցի այցելում եմ երևի տարվա մեջ մի քանի անգամ, ծառայություններին չեմ մասնակցում, ես ինձ համարում եմ ավելի շատ աշխարհիկ մարդ, երբեմն պարզապես որ հոգեկան, հոգևոր շփման կարիք եմ ունենում, առանց առիթի գուցե կանգնեմ, այցելեմ, մտնեմ, մի քիչ նստեմ, այս նույն կաթողիկ եկեղեցիները, տաճարները, երբ որ մտնում եմ նույն ձևի, ինչպես ստուգեցի ընկերոջս հետ, իրավունք ունեմ այցելելու, խաչակնքվելու, աղոթելու, մոնվարելու, հաղորդակցվելու իրավունք չունեմ, ինչպես արեց տխմար Նիկոլ Փաշինյանը, ոչ որպես լավ քրիստոնյա, որպես հայ եւ որպես երկրի վարչապետ, հաղորդվելու իրավունք չունի օտար կաթողիկ եկեղեցում, բայց այցելելու կա։ Ես այդպես այցելում եմ, նստում եմ, ոչ մեկից լավը չեմ, բայց համենայն դեպս ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ մեր հայերը շատ կեղծ քրիստոնյա ենք մենք։ Մենք սիրում ենք նշել, որ մենք առաջի քրիստոնյան ենք։ Մենք սիրում ենք նշել, որ մենք 1700 տարի առաջ ենք ընդունել քրիստոնեությունը։ Մենք սիրում ենք նշել, որ մենք Հռոմից 80 տարի շուտ ենք քրիստոնեություն ընդունել որպես պետական կրոն։ Բայց մենք մեր էությամբ մենք շատ վատ քրիստոնյաներ ենք։ Մենք չենք սիրում մեր հավատը, մենք չենք սիրում մեր քրիստոնեությունը, մենք չենք սիրում Հիսուս Քրիստոսին ընդհանուր առմամբ, մենք չենք սիրում մեր եկեղեցին, մենք չենք սիրում մեր ամենայն հայոց կաթողիկոսին, մենք չենք սիրում մեր հոգևորականներին, մերը սա կեղծ է, նու կան բացառություններ, մի 10-20% իսկապես հավատացյալ հայ քրիստոնյաներ արժանի, բայց մնացածը կեղծ է։ Կեղծա այն Ալեն Սիմոնյանը, որ ասում է մոմիտակ այսքան ջուր են լցում, որ փող աշխատեն, ու դուք ականջներդ կախած իրան ծափարում եք դրա համար հավանություն եք տալի իր այդ հիմար արտահայտություններ, այդ դրանով դուք արտահայտում եք, որ կեղծ եք։ Որ են գնում եք մի հատ երեխայի կնքում գումար եք մուծում սիմվոլիկ կամ Միացյալ Նահանգներում Եվրոպան $200-300 եվրո փող եք մուծում, դրան անուն եք դնում, թե փող վճարեցինք, եկեղեցին ես մեզանից փող ուզեց, այդ նշանակում է, որ դուք կեղծ եք, դուք ուզում եք, որ ամեն բան լինի անվճար ձեզ համար, սկուտերի վրա ձեզ բերի եկեղեցին մատուցի, ձեզ կնունք, ձեր երեխաներին կնքի, ձեզ պսակի, պսակադրի, ձեր հորն ու մորը մահանալուց գա հոգի հանգստի, աղոթ կանեն եւ բոլորը անվճար, բայց դուք եկեղեցու համար ամբողջ կյանքը 1000 դրամ չեք ուզում նվիրաբերեք, մի հատ մոմ եք առում ջրի գնով, դրան էլ եք անուն դնում։ Ծառայության վերջում ես նկատել եմ, ուրեմն այդ ծղոտե զամբյուղները սեն շարքերով փոխանցում են, նվիրատվություն են հավաքում, երևի այդպես կարելի անվանել, ու ես նայում եմ մեր հայկական եկեղեցին Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում, ուրեմն այցելուները նույն Զատկի օր, երբ որ լեփլեցուն է, այդ ծղոտե զամբյուղը փոխանցում են, մարդիկ եւ հայաստանցիները եւ տեղացի հայերը, որոնք այդտեղ ծնվել մեծացել են, եւ պարսկահայերը, եւ չգիտեմ, լիբանանահայերը, եւ սիրիահայերը,
հին հայերը, այն որ ասում ենք ծաղրանքով, որ ասում եք աղբարները, եւ աղբարները եւ հայաստանցիները $1 են դնում Զամբյուղի մեջ։ Ոնց որ 30, 40, 50 տարի առաջ $1 են դրել, միջև այդ Զամբյուղի մեջ $1 են դնում։ Մտածելով թե փողոցում 1960 թվականն է։ Ես եզակիներից մեկն եմ, որ իմ ընտանիքին, իմ երեխաներին գումար եմ տալի, ամեն երեխաս $20 է դնում Զամբյուղի մեջ։ Կինս էլ գիտի, որ մենք պետքա մեծ գումար տանք, մեր հնարավորության սահմաններում $20, $40, $50։ Մենք պետքա չնայենք, որ 4 հատ մոմ վերցրեցինք, պետքա $2 դնենք։ 4 հատ մոմ վերցրեցինք, կարող ենք $20 դնել Զամբյուղի մեջ, որտեղ դա մեր եկեղեցին է։ Այն գոյատևում է, ապրում է, վերանորոգվում է մեր նվիրատվություններով։ Դրա համար հայեր կան նախանձից պայթում են, որ ինչ-որ մի ամերիկահայ տատիկ կա մահացել, իր ամբողջ կարողությունը նվիրել է հայ եկեղեցուն, թե ինչու իրան չի տվել, որ գնան մի խարդախությամբ զբաղանալ, այդ տատիկը գումարը նվիրաբերել է մեր եկեղեցուն, որ եկեղեցին ապրի, վերանորոգվի, մաքրվի, հոսանքի գումար մուծվի, ջերուսման գումար մուծվի, դուք էլ գնաք այնտեղ աղոթեք, նստեք, վայելեք, շփվեք, հոգևոր հարստություն ստանաք։ Իսկ մեր հայերի մոտ այդ բանը սա կեղծ է։ Նույնիսկ մտնում են, լսել եմ, խնդրել եմ, որ նկարահանեն, բայց չեն արել։ Ուրեմն Կիրակնորիա ծառայությունից հետո իջնում են Սուրբ Վարդանի նկուղային հարկը, որտեղ գտնում է Խավունջյան դալիճը, ինչ որ անհատների կողմից կամ եկեղեցու կողմից մարդիկ կան վճարում են, սուրճ են բերում այնտեղ, քաղցրավենիք, ուտելիք, հրավիրում են բոլոր ներկաներին այցելել այնտեղ, վայելել սուրճը, շփվելու ու ինքան հետաքրքիր է, հարց ու պատասխանով եմ իմացել, ուրեմն երբ որ ծառայության ժամանակ դալիճում 30 հոգի են, այդ ժամը 12-ից հետո, երբ որ արդեն պետք է իջնեն սուրճի, այդ 30 հոգին չգիտես ոնց դառնում է 50 հոգի։ Շատ կան Թիֆլիսահայեր, Բաքվի հայեր, հայաստանցիներ շատ կան, այդ սուրճի ոնց որ հոտ առնում են, իջնում են ներքև ու նորից հարց ու փորձ եմ արել, ասում եմ, այնտեղ Զամբյուղա դրած նվիրատվության, ասում եմ, մեկը կարող է $1 դնի, մեկը $5 ու վերջել ոչ մեկ չկա, թե մի 2-3 հոգի ասում է $10-15 դնեն։ Այն ռուսական ասած բանն է, էլի, նախալյավու, ձրի, անվճար, խմորեղենի, սուրճի, բորեկի, խաչապուրի ուտելու տեղն է, գնանք, այս է մեր հայերը, ու պահանջում են, բոլորը ուզում են, բոլորը եկեղեցուց ուզում են ստանալ։ Անվճար, մոմ են անվճար ուզում, անվճար կնունք են ուզում, այդ դրա համար մեր մոտ այս արժեքները կեղծ է։ Ու դուք տեսաք, ես քիչ առաջ այցելեցի կաթողիկ տաճար, լեպտլեցուն, մարդիկ նստած, երիտասարդներ, տարեցներ աղոթում են, մոմ են վառում, լսում են, մասնակցում են ծառայությանը։ Այնց որ այդ կեղծությունից փորձենք դուրս գալ իրար հետ։ Ու եթե իսկապես ձեզ համարում եք քրիստոնյա, դարձեք իրական քրիստոնյա, տկարամիտ ազգի դավաճանների, ազգակործան վարչապետերին մի հետևեք, մի գնացեք, ես Կիրակել ուզում եմ ինչ-որ ուրիշ տեղ գնամ, մի գնացեք, մենակով թող Ալեն Սիմոնյանը ձեր բռնեն, մի գնան իրար հետ, մի Ստյոպիկ Սաֆարյանի հետ աղոթ կանեն։ Դուք մաքրեք ձեր հոգին, մաքրեք ձեր սիրտը, դարձեք իսկական քրիստոնյա, որպեսզի կարողանաք բարձրանալ, որ դուք պատկանում եք մի ազգի, որ իսկապես 1700 տարի քրիստոնյա է։ Ամենայն բարիքներ ձեզ, եղեք իսկական քրիստոնյա։ Այսքանը խոսենք։